Իհարկե ես այստեղ խոսում եմ ոչ թե ֆորմալ ձևական քրիստոնյաների հետ, այլ իրական այն մարդիկ, որոնք վարվում են Քրիստոսի սիրով եւ իրենց ականջը բաց է ճշմարիտ խոսքին։ Այսինքն թե մի բան, որ հիմա շատ պակաս է հայ քրիստոնյաների մեջ, որոնք պարզապես չեն սովորում իրենց կրոնը, ինչ է ուղղափառությունը, ինչ է հերձվածողը եւ դրանից օգտվում են այն գայլերը, որ հիմա կան էջմիածնում բառիզբուն իմաստով այս մարդիկ չեն գալիս ձեր հոգիները փրկելու, այս մարդիկ գալիս են իրենց հեղինակությունը ձեզ վրա հաստատելու եւ եթե դուք նրանց հավատում եք այս հերձվածողներին, դուք դատապարտվում եք դժոխքի։ Սիրելիներս, թույլ տվեք ինձ նորից ձեզ հիշեցնել, ինչ է սովորեցնում ուղղափառ աստվածաբանությունը մարդու մահվան մասին։ Մահվան պահին դու տեսնում ես քո բոլոր մեղքերը եւ ահա լսում ես Աստծո ձայնը, որը քեզ դատապարտում է հավերժական դժոխքի, ժամանակավոր քավարան է, ինչ-ինչ թերությունների պատճառով, կամ միանգամից մտնում ես երկինք։ Դա հոգին է։ Իսկ մարմինը դու տեսնում ես ներքևում, որը պիտի թաղվի հողի մեջ, որովհետեւ մարմինը ինքը կազմված է հողից, իր քիմիական բաղադրամասը դա է։ Եվ ինչ է կատարվում, ահա դա առաջին մահն է, այդպես ենք ասում, առաջին մահ, առաջին դատապարտություն, բայց կա եւ վերջնական մեծ դատաստանը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Քրիստոս պիտի գա մեր հոգիների հետ եւ երկնքի հրեշտակների հետ ինքը գալիս է փոխելու նոր երկինք եւ նոր երկիրը եւ ինչպես նահեկացին է նկարագրում բացվում է հողը եւ մեր մարմինները առաջ են գնում մեր հոգիներին միանում են մեր հոգիների հետ մարմնով եւ մեզ դատաստանը սկսում է որ մենք չենք մասնակցում ով նա ով որ դրախտի մեջ է եւ քավարանից դուրս է եկել արդեն որովհետեւ երկրորդ գալստից հետո քավարան չի լինելու իսկ ինչ է կատարվում մեծ դատաստանին ուրեմն մեծ դատաստանին կատարվում է սա որ չապաշխարած մարդկանց մեղքերը երևում են ինչպես մեծ հեռուստացույցով ամեն մարդու մեղքը պետք է երևա ինչու որովհետեւ Աստված հենց այնպես հավերժորեն չի դատապարտում մարդուն այլ ինքը ասել է ում նրանք ովքեր հայհոյում են Սուրբ Հոգուն այսինքն թե առաջնորդված են դևերով եւ Աստծուն պատկերացնում են որպես դև սա մի սարսափել է իրադրություն է երբ աստվածային մաքուր բնությունը խառնում են դիվական այս օկուլտ ծեսերը հետ ինչպես կարող է տրենդեզն է ինչպես թե ծեզնում ու աղեպլիտ ունտելն է սատանաներ տեսնելու համար եւ շատ ուրիշ վհուկություններ այս քահանաները որ սա անում են եւ այն հետևորդները որոնք դա ընդունում են եւ հետևում են բոլորը պիտի վառվեն դժոխքում որովհետեւ դա Սուրբ Հոգու դեմ հայոյանք է եւ հասելին չխաբվեք մեր մեղքերը փրկվածները ես ասում եմ մեր Աստված տա որ այդպես լինի բայց ոչ մեկը ոչ մի վստահություն չունի ինչ պետք է պատահի միջև վերջին րոպեն բայց դա Աստված որ իրական քրիստոնյաներս ովքեր արցունք ենք թափում ինչպես եւ Սուրբ Մանդակոնեն իր ճառերի մեջ ասում է առանց սրտի ցավի քո արածների համար եւ առանց քո արածների հատուցումը տալու դու չես փրկվելու եւ ահա այդ իրավիճակում կյանքի գրքի մեջ չի գրվում այլևս մեր մեղքերը այսինքն դատաստանին մենք չենք մասնակցում եւ ահա այդ հավերժական երանությունը երկնքում միանալու ինչպես առաջ էր դրախտը միացած էր երկնքի հետ Աստծո ներկայությամբ նույնը պիտի կատարվի նոր երկինք եւ նոր երկիր եւ ահա մենք մշտապես լինելու են երկնքի քաղաքացիները եւ ահա սիրելիներս ես ինչու եմ այս մասին խոսում սա էլեմենտար բան է որովհետեւ մեր քահանաները մեր չեմ ասում խցկված այս դևերը նրանցից շատերը ասում են որ դրախտ չկա գրված է որ ներողություն դժոխք չկա գրված է որ դժոխքը քանդեց լսեք դուք եթե չեք հոգևոր չեք եթե դուք կանչված չեք դուք երբեք պետք է չհասկանաք թե ինչ է գրված Սուրբ Գրքում գրված է դժոխքը քանդեց դա վերաբերվում է արդարների կացարանին միջև
Քրիստոսի ծնունդը միջև Քրիստոսի հայտնությունը դժոխք ասում ենք, բայց դա ներքևի նաև ընդգրկում է վերևի տեզերական մասը, մարդիկ էին, որոնք ոչ թե վառվում էին դժոխքի հատակի կրակի տանջանքներով, այլ նրանք արդարներ էին 5 տականի Դավիթ, Աբրահամ, Նոյ, որոնք սպասում էին, նրանք գիտեին, որ ինչպես է Տերն ասում, Աբրահամը երազում է տեսնի այս օրը եւ տեսավ, Թաբորի վրա տեսանք, Եղիան եւ Աբրահամը խոսեցին Քրիստոսի հետ։ Երբ որ ասում է դժոխքը քանդեց, նա նկատի ունի Սուրբ Գիրքը, նկատի ունի դժոխքի վերին մասը, որը կոչվել է լիմբո կամ արդարների կացարան։ Եվ ահա տեսանք, որ Քրիստոսի հարության հետ բոլոր հոգիները դուրս եկան, մարմինները դեռ այնտեղ են, բայց հոգիները բոլորը դուրս եկան եւ Քրիստոսի հետ բարձրացան երկինք, ինչպես նաեւ իր աջ կողմի ավազակը, որը հավատաց, խոստովանեց Քրիստոսին եւ Քրիստոսի օրհնությամբ արդեն մկրտված էր եւ բարձրացավ երկինք։ Բայց սա առաջին դատաստանն է, սիրելիներս, առաջին ինչպես թե Քրիստոսի առաջին հայտնությունն է։ Մենք հավատում ենք, բայց երես չենք տեսնում Քրիստոսին, ինչպես եւ Պողոս առաքյալն է բացատրում, բայց ամավան պահին նրանք ովքեր փրկվում են, նրանք տեսնում են Քրիստոսին երես, եւ դա շարունակվում է, չի ընդհատվում դա երբեք։ Եվ ահա այս կռապաշտ քահանաները հիմնված այս տաթևացու վրա, գիտեք ինչ, ես տեսնելով թե ես հիմա աշխատում եմ շատ ծանր ճարքի վրա, Սուրբ Հովան մանդակոնը, որովհետև ինչքան ես հասկանում եմ, դարերի վեր այս միաբնակները եղծել են եւ պղծել են Սուրբ Մանդակոնու գործերը, իսկ ինչու դա չէին կարող անել Գրիգոր Տաթևացու հետ։ Ես ներողություն եմ խնդրում, եթե իրապես եղել է Տաթևացու գործերի եղծում, որտեղ ես կարդում եմ իր անունով գրված գործերը եւ այնտեղ շատ հրձվածներ կան, բայց դրա համար դարերի վեր եղել են աստվածաբանների խորհուրդներ, որոնք քննարկել են ամեն մի բառը ըստ ուղղափառության, որը հիմնված է Գյուրեղի վրա, Աթանասի վրա, մեր դեպքում Լուսավորչի վրա, եւ հա կարդալով Մանդակոնու գործեր ես հասկանում եմ, որ այն Լուսավորչի վրա չէ։ Եվ ահա կան այնտեղ տեղեր, որ եթե անգամ մի բառ ես փոխում, նախադասության ամբողջ հատվածները վերածում հերձված է, որը իրենք արել են։ Գիտեք ինչ, բարձ տրամաբանություն է։ Հովան Մանդակոնին եղել է մոտ 80-ին մոտ, որ ընտրվել է կաթողիկոս եւ կատարել է մեծ գործողություններ, ժամակարգն է ամրացրել եւ ինքը եղել է Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի աշակերտը, այսինքն սրանք բոլորը հենված են եղել Սուրբ Լուսավորչի հաճախապատման վրա, նա չէր կարող այլ բան գրել եւ նրա արմատները եւ նրա ամբողջ վարդապետությունը պետք է որ գա Լուսավորչից եւ Նիկեոն եղել էր արդեն եւ Քաղքեդոնը եղել էր այնտեղ եւ իրենք սուտ են ասում որ դվինի հետագա ժողովան մերժել է Քաղքեդոնը ոչ մեկը չի մերժել Քաղքեդոնը բացի մի ասորի ինչ որ եպիսկոպոսից Կոմիտաս անունով դեռ այն ժամանակ 5-րդ դարում որ իրենք փաստորեն Վոսոխի թելադրանքով դա լինի Պարսկա Իրանը, Պարսկաստանը, դա լինի հետո Օսմանցիները, դա հետո լինեն բոլշևիկները, նրանց նպատակներ, որ մեր եկեղեցին, որ կաթոլիկ եկեղեցու հիմքն է, լատին ծեսի կաթոլիկ եկեղեցու հիմքն է, եւ մենք մշտապես եղել ենք հաղորդակցության մեջ կաթոլիկ աշխարհի հետ եւ Հռոմի Պապի հիշենք խաչակրասները 11-րդ դարում հիմնականում հայերն էին առաջնորդում Եվ հայրենց այս ոսոխներին, այս գրավողներին ձեռք չէր տալիս հայերի միությունը այս հսկա քաղաքակրթության հետ պապի տակ, որտեղ պապը պատրաստ էր ամեն վարքյան բերելու իր զորքերը եւ ճնշելու եւ պարսիկին եւ թուրքին եւ բոլշևիկին, բացի թե եղել են ներսից այս քայքայողները եւ ինչպես հիմա են ձեր քաղաքականները, ձեր այս պուտինական այս դրածոները, բանում ձեզ խավարի մեջ Հիմա ես ինչ եմ ուզում ասել, ես պիտի անեմ Մանդակոնին, ես պիտի մաքրեմ սրանց կեղտից,
Ինչու՞։ Որովհետև արդեն ես ունեմ շարք միջազգային մարքետում, դա նարեկացու թարգմանությունն է, ուղղափառ թարգմանություն, առաջին անգամ դավաբանությունը ներկայացրած, այնպես ինչպես դավանել է նարեկացին առանձնահեղափոխման եւ լուսավորչի հաճախապատումը, որը իհարկե Նիկեոս առաջ եղած աշխատությունը եւ ցնցող է դա, եւ հիմա մյուսը պետք է լինի մանդակոնին, ինչու՞, որովհետև եթե լուսավորչը ներկայացնում է դավանաբանությունը, դավանաբանական ասպեկտները blueprint-ի ձևով, ապա դրա կողքին կա այն ինչ որ կոչվում է եկեղեցու percept, եկեղեցու ուղղությունները, որը ներկայացնում է մանդակոնին, ուրիշ ոչ մեկը դա չի ներկայացնում։ Այսինքն մենք ունենք երկու սյուն, լուսավորիչ եւ մանդակոնի, եւ մանդակոնը նաեւ հիմք է նարեկացու ողբերգության մատյանի, 100%-ով ես ձեզ ասում եմ, նարեկացու մատյանը հիմնված է այս ուղղությունների վրա, այս եկեղեցու այս ոչ թե դավանաբանություն է դա, այլ ապաշխարանքի գիտություն, այսպես ասենք, ապաշխարանքի գիտության եւ այնտեղ խոստովանության գիտություն է դա, ապաշխարանքի գթասրտության գիտություն է դա եւ փաստորեն մեր եկեղեցին եղել է լիակատար եկեղեցի իր դավանաբանությամբ եւ եկեղեցու օրենքներով, որը դարերի ընթացքում փաստորեն վերնաց է խոպանի։ Ասրենես ես ինձ կհաջողվի հավանաբար, ես այնտեղ դեռ սպասելիքներ ունեմ, որ շատ ավելի սարսափելի հրձվածներ պիտի հանդիպեմ մանդակոնո գործը եղծված վիճակում, նա չէր կարող գրել, որ մահացած հոգիները աղոթում են իրենց փրկության համար, մարդը մահանալուց հետո չի կարող աղոթել, որովհետև աղոթքը գալիս է մտքից, հոգուց եւ մարմնից, այս համագործակցության մեջ մարդը կարող է հասկանալ այդ մարմնի մեղքերը եւ Սուրբ Հոգով ճանաչել դրանք, երբ որ նա դուրս է գալիս հոգուց, արդեն նրա հոգին ձևավորված է ըստ իր առաքինությունների կամ ըստ իր մեղքերի։ Եթե ապաշխարած չէ, նա նմանվում է դևի, նա շատ տգեղ է։ Եթե ապաշխարած է, նա նման է իր 33 տարեկանի դեմքին։ Եվ ասում եմ, սրանք ամենատարրական բաներն են, որ մենք գիտենք մեր աստվածաբանությունից, եւ ես համոզված եմ, որ չորրորդ գլուխը մանդակոնը բոլորին եղծել են, դրա եւ տաթևացու որոշ գլուխների հիման վրա իրենք շղթում են, որ այս պահին կա դժոխքը վառվող եւ դա իրական է, այս պահին կա մարդիկ դժոխքում վառվում են։ Եվ իբր թե դատաստանի օրը բոլորը պիտի խնդրեն, չորրորդ գլխի առաջին մասը իբր թե դա է ասում, որ դատաստանի օրը ահա բոլորը պիտի խնդրեն եւ ստանան այդ ներումը, դա հնարավոր չէ։ Նորից ես բացատրեցի ֆիզիոլոգիան եւ հոգեվորականությունը ըստ կառուցվածքի, ըստ մեր կառուցվածքի, ֆիզիկական եւ հոգեվոր։ Եվ այնտեղ կան գլուխներ, որ մենք չենք կարող քննադատել քահանային, ներողություն, կոլեգիա ունեք, դուք իչմե ասում հրատարակել եք մանդակոնի այդ չգիտեմ տաթևացիներ եւ այլն ըստ ձեր ճաշակի։ Այդ ինչպես եք ասում հրատարակում այդ բաները, եթե մենք ունենք կանոնադրություն, հայոց եկեղեցու կանոնադրություն, հիմնված Բարսեղի վրա, Աթանասի վրա, Լուսավորչի վրա եւ հատկապես Բարսեղի կանոնները, դուք չեք կարծում, որ դեպքում է եկեղեցում, որ դեպքում է քահանան կարգազուրկ վտարված։ Դուք ուզում եք ասել, որ փաստորեն մենգափոխելով ճառերը մանդակոնը դուք հերքում եք հայոց եկեղեցու կանոնադրությունը եւ դեռ չեմ ասել այդ գլխին, սա շատ ծանր աշխատանք է, բայց ես մտածեցի, որ դա Աստծո կամքն է, չեմ ուզում այստեղ ասել ինչպես դա հասկացա, բայց ես գիտեմ, որ դա պետք է արվի, որովհետեւ ինչպես ասացի, եկեղեցու դավանաբանություն եւ եկեղեցու percept rules ուղղություններ, եկեղեցու ուղղություններ, այո, այսինքն թե դավանաբանությունը դա հոգևոր ընկալումն է Աստծո, իսկ ուղղությունները դրանք այն ճանապարհն է, որով դու քայլելով հասնում ես Աստծուն։ Այս երկու շատ կարևոր դրույթների վրա է հիմնված եկեղեցու սրբությունը։ Ահա ինչու
մանդակուն թուղթը ճառը, այսպես ասած, ճառը գալիս է ճառագայթ բառից, իրականում դա վարդապետություն է։ Ես պետք է աշխատեմ հաջորդ 1 տարվա մեջ եւ հրատարակեմ դա միջազգային մարքետում անգլերեն լեզվով։ Ինձ ասում են ինչու հայերեն չկա։ Գիտեք ինչ, ես 70-ս արդեն անց է։ Ես այդքան ուժ չունեմ, ֆիզիկապես ես ուժ չունեմ դա անելու։ Հավանաբար հետագայում ձեր մեջ կգտնվեն անգլերեն տիրապետող եւ հայերեն տիրապետող մարդիկ, որոնք կվերցնեն իրենց վրա այդ գործը իմ աշխատությունից մանդակունու վերանայման, պայծառացման, ուղղափառացման, նրա եղծած ձեռագիրը վերականգնման իմ աշխատանքը, օրինակ ես հաճախապատումը կարողացա նաև թարգմանել հայերեն, բայց չեմ կարծում թե մանդակունին ուժ կունենամ անելու դա։ Հույս ունեմ, որ երիտասարդներից մեկը դա կանի հետագայում, որովհետև մեր ժողովրդին պետք է դա հասկանալ։ Դուք ուշադրություն չեք դարձնում։ Ես գիտեմ, որ հավատացյալ մարդու ուղեղի մեջ այս հարցերը ծագում են, երբ որ քահանան կարող է ասել բոլորս փրկված են, այս չեմ ուզում անգամ գնալ այդտեղ խոսելու դրանք կանչված մարդիկ չեն, դրանք հոգի չունեն, բայց կան մարդիկ այս մեր եկեղեցում հավատացին, որոնց հոգին ասում է, որ դա չի կարող այդպես լինել։ Բայց ցավոք սրտի այդ ձևակերպումը եւ վճռականությունը դուք չունեք պատրելու այսպիսիների դիմակը։ Եթե ես լինեի ձեր փոխարեն, ես հիմա այս եկեղեցիները չեմ գնում, դա պղծություն է 100%-ով, ձեռքի վրա հաղորդություն տալով, խոսել այսպիսի բաներ, հայրենասիրական ճառերից երբեք անգամ չանցնել, ոչ մի դավանաբանություն չկա։ Ես գնում եմ SSPX-ի եկեղեցին, պարբերաբար ունեմ իմ խոստովանահայրը եւ ամեն անգամ ծեսից հետո, խոստովանությունից հետո ես բարձրանում եմ հոգով մի աստիճան վերև, տեսնում եմ բացահայտ եւ բացառիկ հրաշքներ, իսկ ինչ դա հրաշք, դա վիժուալ հրաշքներ չեն, ներքին փոփոխություն է, այսինքն թե Աստված ինչպես է աշխատում մարդու հետ, մարդը կարող է ապաշխարել եւ հասկանալ իր սխալը, բայց շատ հաճախ նա չունի այն կամքը եւ այն շնորհք ենք ասում, շնորհքը, որ նա կարողանա ինքը իրեն ներսից փոխել։ Ահա, երբ որ իրական է ծեսը, երբ որ քո քահանան իրական, վավերական է եւ դու խոստովանում ես, դու ձրից ստանում ես այդ շնորհքը, անկախ քեզնից դու այլևս ընդունակ չես լինում այդ սխալները անելու։ Ասրաներս, այսօր ես խոսում եմ շատ բաների մասին, շատ հոգևոր խորը բաների մասին, որ երբեմն ձեզ կարող է անհասկանալի լինել, բայց խնդրում եմ զգուշ եղեք։ Նորից եմ ասում, հիմա ես տեսնելով մանդակոնո այս հսկա սրբի աշխատանք եւ ասեմ, որ իմ թարգմանությունը շատ հետաքրքիր է ստացվում, որովհետեւ այն կասկածելի կետերը, որ կան այնտեղ, ես մաքրել եմ դրանք աստվածաբանական այս մեջբերումներով եւ ամեն ինչ դառնում է, ամեն ինչ ֆոկուսի եկավ նորից։ Տասված կարողանամ 31 բոլոր թղթերը դարանալ, բայց ես ձեզ խնդրում եմ, որ զգուշ լինեք բոլոր այն գրականությունից եւ բոլոր այն քարոզչություններից, որոնք դուք լսում եք հայոց եկեղեցին, ասեմ, որ այդ եկեղեցին իրենց չի պատկանում, այս հերձվածողներին, դա լուսավոր չի եկեղեցին է, դա կառուցել են մեր սրբերը։ Գնացեք եկեղեցի, անպայման չթողնեք որբ մեր եկեղեցու խորանների տակ կան սրբերի ոսկորները եւ վերջապես հայ ժողովրդի մարտիրոս ժողովրդի արյուն այնտեղ է։ Նորից ձեզ հիշեցնեմ, նրանք ովքեր ընդունեցին իսլամ, այս ամբողջ ընթացքում 200 տարի, 300 տարի, նրանք չեն մահացել, նրանք ապրում են հիմա, միլիոնավոր հայեր կան, 10 միլիոնից ավել հայ կա հիմա Թուրքիայում, թուրքացած եւ օսմանացած, բայց նրանք ովքեր զոհվեցին, մարտիրոսվեցին, նրանք բոլորը մարտիրոսներ են, գիտակցեցին նրանք իրենց մահը եւ հիմա Վատիկանը, այս Վատիկանի մոդեռնիստ գայլերը մեր մարտիրոսներից մեկին սրբադասել են, նրանց կարիք չունենք մենք նրանց սրբադասման։ Ես հիշում եմ 90-ական թվականներին ջարդից փախած իմ տատիկներին, որոնց միջոցով եմ ես դարձի եկել, եւ այնպիսի հզոր կատեխիզմ էին ինձ սովորեցնում, որ հետագայում երբ որ ես սկսում էի կարդալ դավանաբանությունը, ուսուցումը, նորություն չկար ինձ համար, ամեն ինչ արդեն գիտեի։ Սրանից գնահատեք մեր արմատները
եւ իմացեք, որ այնտեղ այդ գեղեցիկ ծառի վրա, որ մեր ժառանգությունն է, սրբության ժառանգությունը, կա այս դրախտի այդ օծը փաթաթված նույն ծառի վրա եւ չուտեք իր պատողը, չանեք նույն սխալը, քննեք ամեն ինչ